Շարունակում ենք եւ այժմ անդրադառնանք եւս մեկ շատ կարեւոր թեմայի, դա Միացյալ Նահանգներում սպասվող նախագահական ընտրություններն են։ Հայոց ընտրությունների աշխարհաքաղաքական նշանակության կարեւորության մասին մենք արդեն առիթ ունեցել ենք խոսելու եւ Միացյալ Նահանգներում այսօր կարեւոր օր է, սուպեր երեքշաբթին է։ Թե ինչ է այն իրենց ենթադրում, այժմ մանրամասները կիմանանք իմ գործընկեր Գոհար Հայրապետյանից։ Գոհարն առավոտից հետևում է այդ կարեւոր իրադարձությանը։ Գոհար, ողջույն, առաջինը մեզ կխնդրեմ պատմես, թե ինչ ասել է սուպեր երեքշաբթի, ինչու է այն կարեւոր։ Ողջույն Ժիրեր, այո, իսկապես այսօր Միացյալ Նահանգներում չափազանց կարևոր օր է, սուպեր երեքշաբթի է, կոչվում է սուպեր երեքշաբթի կամ գեր երեքշաբթի, որովհետև այսօրը տեղի են ունենում գրեթե 15 նահանգներում նախնական պրայմերիզներ, որի ընթացքում ընտրվելու են հիմնական թեկնածուները, սա ներկուսակցական ընտրություններ են եւ ընտրվելու են այն թեկնածուները, որոնք ներկայացվելու են հիմնական ընտրապայքարում։ Մենք վաղ առավոտից այստեղ ենք ընտրատեղամասում ենք, ընտրատեղամասերը բաց են ժամը 7-ից։ Նշեմ, որ սուպեր երեքշաբթի օրվա ընթացքում դա աշխատանքային օր է, այսինքն ենթադրվում է, որ մարդիկ պետք է աշխատեն, բայց օրվա ընթացքում պարտավոր են գալ եւ իրենց ձայնը տալ ներկուսակցական այդ ընտրությունների հարցում։ Շատ հետաքրքիր կոնֆիգուրացիա է ձևավորվել այս ընթացքում, որովհետև ինչպես փորձագիծ մեկը նշեց, ձանձրալի ընտրություններն են լինելու, պրայմերիզներն են լինելու այս տարի Միացյալ Նահանգների պատմության մեջ, որովհետև որևէ պայքար չի ենթադրում, թեև այս ընթացքում պետք է ընտրվի, թե ներկուսակցական ենթադրենք դեմոկրատներից որ թեկնածուն է ավելի շատ ձայն հավաքելու, բայց արդեն ակնհայտ է, որ միայն Ջո Բայդենն է լինելու թեկնածուն, իսկ միևնույն ժամանակ նույն իրավիճակն է նաև հանրապետականների պարագայում, ակնհայտ է, որ Դոնալդ Թրամփն է լինելու, թեև նրա հանդեպ բազմաթիվ քրեական գործեր են հարուցված։ Նիքի Հեյլին նա կարողացավ հաղթել մի նահանգում եւ սա նաեւ նշվում է, որ նրա վերջին շանսն է, եթե Նիքի Հեյլին հանրապետական հիմնական մրցակիցը Դոնալդ Թրամփի կարողանա այստեղ հավաքի համապատասխան ձայներ, ապա նա եւս կկարողանա, բայց իհարկե շանսերը չափազանց քիչ են։ Նշեմ, որ այս պահին վաղ առավոտը այստեղ դեռևս մարդաշատ չէ, բայց կազմակերպիչները ակնկալում են մասնակցությունը, որ պետք է շատ լինի, թե ինչպես են բաշխվելու ձայները դեռևս հայտնի չէ, որովհետև շատ ծայրահեղ, ինչպես մեր զրույցների ժամանակ ես նշել եմ, ծայրահեղ բևեռացում է այստեղ բոլոր փորձագետները շեշտում են, որ Միացյալ Նահանգներում այս ընտրությունների ընթացքում ծայրահեղ բևեռացում է արդեն ակնհայտ ու դա պատճառ, ինչպես հիշում ենք 2020 թվականի այդ ընտրություններն էին։ Դոնալդ Թրամփին հաջողվեց, կարողացավ նա այսպես բևեռացնել, պոլարիզացնել ամերիկյան հասարակությունը ու մենք տարբեր փորձագետների հետ երբ հանդիպում ենք հարցնում եմ որն է Դոնալդ Թրամփի այդ գաղտնիքը հաջողության, ինչպես կարողացավ Միացյալ Նահանգների նման կայացած երկրում հայտնվել Դոնալդ Թրամփի նման երևույթ, նրանք հաճախ ասում են, որ Դոնալդ Թրամփը բոլոր կանոնները խախտող, նա նման է շնաձկան, հենց այդպես էլ ձևակերպեցին, որը առաջ է գնում, որը երբեք ներողություն չի խնդրում իր սխալների համար, հաճախ օգտագործում է մանիպուլյացիաներ, օրինակ մանիպուլյացիաներից մեկն է համարվում այն, որ բոլորի մոտ տարածված կարծիք կա, թե Դոնալդ Թրամփը չափազանց հաջողակ բիզնեսմեն է եւ կկարողանա Միացյալ Նահանգների տնտեսական հարցերը, քաղաքականությունը լուծել, գործազրկության դեմ պայքարել եւ այլն, բայց իրականությունը երբ վերլուծում են փորձագետները իրականությունը, թվերը, ֆակտ-չեք են անում, ակնհայտ է, որ տարբեր հարցերում Դոնալդ Թրամփը հենց նույն բիզնես ոլորտում ձախողել է։ Այսինքն այդ աուրան, որ նա կարողացել է իր շուրջ ստեղծել, օգնում է նրան միջին վիճակագրական ամերիկացու համար դառնալ հերոս։ Նա հերոս է միջին վիճակագրական ամերիկացու համար, որովհետև նա ասում է, երբ ես գամ իշխանության, ես կլուծեմ բոլոր խնդիրները, ես կդադարեցնեմ պատերազմը եւ ամերիկացի շարքային ամերիկացին ստիպված չի լինի իր հարկերից վճարել Ուկրաինայում կամ այլ երկրներում տեղի ունեցող պատերազմի համար, ու սա չափազանց անջահաճո է միջին վիճակագրական ամերիկացու համար։ Դեմոկրատները եւս չափազանց մտահոգ են այս երևույթի վերաբերյալ ու բազմաթիվ խնդիրներ կան, հիմնական խնդիրը, ինչպես գիտենք, երկու մրցակիցներիքն է, ակնհայտ է, որ Միացյալ Նահանգների վերնախավը թարմ արյան կարիք ունի։ Գոհար, իսկ ինչպես են ընթանում առհասարակ այդ սուպեր երեքշաբթին։ Սուպեր երեքշաբթի
ընթացքում իրենք շատ հետաքրքիր մի մանրամաս նկատեցինք, որ այստեղ տեխնացուները, սա տեղական նաև ընտրություններ են, երբ ես զրուցում էի մարդկանց հետ, որոնցից նախապես մենք թույլտվություն ենք հարցնում, որպեսզի նրանցից հարցազրույց վերցնենք, անգամ նկար հանելու համար հեռվից մենք պետք է թույլտվություն հարցնենք, նրանք նշում էին, որ չափազանց կարևոր է հենց տեղական լոկալ նահանգային ընտրությունները, որովհետև այստեղ նաև մի շարք այլ ընտրություններ են տեղի ունենում ու նշում են, որ իրենք ապրում են այս նահանգում, իրենց համար կարևոր է հենց տեղական իշխանությունները, իրենք պետք է ընտրեն նրանց եւ պատասխանատու են այդ ընտրված անձինք, տեխնացուները իր նահանգի քաղաքացիների բարեկեցիկ կյանքի իրավունքների համար ու շատ մի հետաքրքիր դետալ նկատեցի, որ տեխնացուները կարող են հանգիստ գալ իդեպ այնտեղ մինչև այն դեղին գիծն է, եթե դուք տեսնում եք, մինչև այն դեղին գիծն է թույլատրվում։ Կարող են հանգիստ գալ մինչև այդ դեղին գիծը կանգնել եւ ներս մտնողներին, պոտենցիալ քվեարկողներին քաջալերել կամ համոզել, որպեսզի ձայնը իրենց տան։ Այսինքն դա չի համարվում հանցագործություն կամ քարոզչություն, երբ դու գալիս ես ընտրատեղամաս վաղ առավոտից եւ սկսում ես քո պոտենցիալ ընտրողներին համոզել, որ գիտեք, եթե դու մտնում ես ներս, ձայնդ ինձ տու, որովհետեւ ես այս բաները կարող եմ անել, ես այս մարդն եմ, ես ուսուցիչ եմ, չգիտեմ, ես այլ եմ, ու դա ամենևին չի քրեորեն հետապնդվում, շատ հետաքրքիր էր ինձ համար այդ առանձնահատկությունը։ Այո, ի տարբերություն օրինակ Հայաստանի, բավական հետաքրքիր առանձնահատկություն ունեն եւ Գոհար, բնականաբար գեր երեքշաբթի արդյունքներին հարցս երբ կսպասենք արդեն։ Արդյունքները հիմնականում նշվում է, որ կամփոփվեն ավելի ուշ, բայց արդեն մինչև երեկոյան, երբ փակվեն ընտրատեղամասերը, կարծեմ մինչև ժամը 7-ն են ընտրատեղամասերը, բայց արդեն պարզ կլինի մոտավոր պատկերը 15 նահանգներից, թե ով է լինելու, ով է ներկայացնում, ինչպես արդեն ասացի, սա չափազանց կանխատեսելի է եւ ինչպես նշում են, ձանձրալի ընտրություններից մեկն է լինելու, բայց նաեւ այստեղ խնդիրներից հետեւյալն է կարեւոր, որ կա այսպես ասած double hater-ներ, կրկնակի ատողներ, մարդիկ, որոնք ատում են եւ չեն ընդունում ու դեմ են թե Բայդենին եւ նրա վարած քաղաքականությանը, թե Դոնալդ Թրամփին եւ նրա վարած քաղաքականությանը եւ երկու կողմերի մտահոգությունն էլ հենց այս double hater-ներն են, կրկնակի ատողներն են, որոնք կարող է չգան, որոշեն չգան ընտրության, որոշեն, որ իրենց ձայնը պետք չէ, չեն ուզում որևէ մեկին տան, սա լրջագույն խնդիր է, փաստացի ոչ միայն Հայաստանում, այլ նաև Միացյալ Նահանգներում։ Շնորհակալ եմ մանրամասների համար Գոհար, քեզ մաղթում եմ արդյունավետ աշխատանքի շարունակություն, մենք կհետևենք, շատ շնորհակալ եմ, հարգելի հեռուստադիտողներ, Միացյալ Նահանգներից, նահանգների սուպեր երեքշաբթի վերաբերյալ մեզ մանրամասներ էր հայտնում իմ գործընկեր Գոհար Հայրապետյանը։ Այսքանով ավարտենք թողարկման առաջին հատվածը, թողարկման երկրորդ հատվածը մեկնարկելու է ժամը 20:00-ին, որտեղ շատ հետաքրքիր թեմաների ենք անդրադառնալու, վարչապետ Նիկոլ Փաշինյանն է Եգիպտոսում, տարբեր հուշագրեր են ստորագրել եգիպտական կողմի հետ, կխոսենք նաև նրանից, թե ինչու է Ադրբեջանը բողոքում ԵԽԽՎ-ից ու արդեն կանդրադառնանք մեր հարևան Իրանում խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։ Մնացեք առաջինի հետ, առջևում շատ հետաքրքիր է լինելու, եթերը մինչ այդ կշարունակի իմ գործընկեր Արման Բաբաջանյանը։